Կարոտել էիր պապիկին։ Ես էլ քեզ էի շատ կարոտել։ Ողջույն, սիրելի փոքրիկ։ Հայո, ինչպես տեսնում ես, ես տարօրինակ վայրում եմ, բայց այսպես մեր շփումը ավելի անմիջական կլինի։ Ես որոշել եմ քեզ համար կարդալ հեքիաթներ, իսկ դու ինձ կգրես նամակներ, եւ մենք այդպես կպահպանենք մեր շփումը, մինչ ամանորի գիշերը։ Պայմանավորվեցինք։ Դե ինչ, Հանս Քրիստիան Անդերսեն արքայադուստրը Սիսերահատիկի վրա։ Կար չկար, մի արքայազն կար։ Նա ուզում էր ամուսնանալ մի արքայադստեր հետ, միայն թե իսկական արքայադուստր լիներ։ Շատ աշխարհներ ման եկավ արքայազնը, որպեսզի իր ուզածը գտնի, բայց իզուր։ Արքայադուստրեր շատ կային, բայց իսկական արքայադուստր, թե ոչ մի կերպ պարզել չէր կարողանում արքայազնը։ Բոլորն էլ ինչ որ մի պակասություն էին ունենում։ Եվ ահա նա տուն վերադարձավ շատ վշտացած, չէ որ շատ էր ուզում իսկական արքայադուստր գտնել։ Մի անգամ երեկոյան եղանակը խիստ վատացավ, որոտում էր ամպրոպը, փայլատակում էր կայծակը, անձրևն այնպես էր թափվում, ինչպես տույլով ջուր թափես։ Ահա այդ ժամին քաղաքի դարպասը բախեցին և ծերունի թագավորը գնաց բանալու։ Դարպասի առաջ կանգնած էր մի արքայադուստր, բայց Տեր Աստված, ինչի էր նա նման։ Ջուրը հոսում էր մազերից ու հագուստից, լցվում մաշիկների մեջ և դուրս հոսում կրունկներից, բայց նա ասում էր, թե ինքը արքայադուստր է։ Դա մենք ինքներս կստուգենք, մտածեց ծեր թագուհին, բայց ոչինչ չասաց, մտավ ննջարան։ Այստեղ նա մահճակալից հավաքեց բոլոր ներքնակներն ու բարձերը, տախտակի վրա մի սիսեռահատիկ դրեց, հետո այդ հատիկը ծածկեց 12 ներքնակով, իսկ ներքնակների վրա էլ 12 հատ վերմակ դրեց, որոնք լցված էին փափուկ բմբուլով։ Արքայադստերը պառկեցրին այդ մահճակալին, և նա ամբողջ գիշերն այդտեղ պառկած մնաց։ Առավոտյան նրան հարցրին, թե ինչպես քնեց։ Օ, սոսկալի վատ, ասաց արքայադուստրը, ամբողջ գիշերը համարյա աչք չեմ փակել։ Աստված գիտե, թե ինչ էր ընկել իմ անկողնու տակ։ Ես պառկած էի ինչ որ մի կոշտ բանի վրա, և հիմա ամբողջ մարմինս կապտուկներով է ծածկվել։ Ուղղակի սարսափելի է։ Ահա այդտեղ բոլորը հասկացան, որ դա իսկական արքայադուստր է, չէ որ նա 12 ներքնակի ու 12 վերմակի տակից զգացել էր Սիսեռահատիկի կոշտությունը։ Այդքան քնքուշ և զգայուն կարող էր լինել միայն իսկական արքայադուստրը։ Արքայազնը նրան կին վերցրեց իրեն։ Վերջապես չէր կասկածում, որ իսկական արքայադուստր է գտել։ Իսկ Սիսեռահատիկը տարան դրին թանգարանում, և եթե որևէ մեկը չի գողացել, մինչև հիմա այնտեղ դրված է։ Այ քեզ պատմություն։ Սիրելի փոքրիկ, դու պետք է բաժանորդագրվես և, ինչպես ասում են, լայքեր դնես, որպեսզի պապիկը կարողանա շարունակել իր շփումը քեզ հետ։ Դե ինչ, կհանդիպենք։